Ողջունում եմ նոր միացածներին, եթերում է հետախույզի օրագիրը, ես Վովո Վարդանովն եմ։ Առաջին մասում հաղորդման ես ստիպված եղա անդրադառնալ մի կարճ մի պատմության, որտեղ իմ բառերը ընդհանուր կոնտեքստից հանել էին կարճ դրվագներ, որտեղ իմ բառը շուռ չի եկել, ոնց որ ասած լրիվ թարսոշի տակ, բայց համենայն դեպս օգտագործվել է մի փաստի շուրջ, մի փաստի համար, որը ես չեմ մեկնաբանել, ես ընդհանրապես մեկնաբանել եի, ասենք, ընդհանուր սկզբունքները։ Համենայն դեպս փաստը չեմ մեկնաբանել։ Հիմա ուզում եմ խոսամ մի ուրիշ բանի մասին։ Երևի բոլորդ գիտեք, որ հայկական բանակում զորակոչի ձևերից մեկը ենթադրվում է, զորակոչից խուսափելու ձևերից մեկը այնա, երբ որ մարդ երկու զավակ է ունենում։ Մի ուրիշ խուսափելու ձև կա, երբ որ մարդը անընդհատ սովորում է, ասենք երիտասարդը անընդհատ սովորում է, սկզբից ինստիտուտի բակալավրատ, մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա եւ արդյունքում ինքը նույնպես զորակոչին չի ենթարկվում եւ բանակ որպես ժամկետային զինծառայող չի կանչվում։ Կան նաև ուրիշ զորակոչից խուսափելու ձևեր, ու խուսափել բառը երևի այնքան էլ ճիշտ չի, ուրեմն կա եւս մի ձև, որը կոչվում է առողջական։ Բնական է մարդ երբ որ վատ առողջ է լինում ու 10 հոգի առողջ ու այդ 10 հոգին բավարար է զորակոչը կազմակերպելու համար, վատ առողջ մարդուն բանակ չեն տանում ժամանակավոր իրեն հետաձգելու, ոնց որ ասած, բան են տալի, ակադեմիական օտպուսկ, 1 տարով թե 3 տարով, հետագայում, եթե իր առողջությունը ավելի վատանում է կամ չի լավանում եւ զորակոչը նույն ձևով կազմակերպելուց լիմիտները, այսպես ասած, լրացվում են առողջ մարդկանցով, այդ վատ առողջ մարդը, որը ինվալիդ չի, բայց վատ առողջ է, իրեն էլի այտենց հետաձգելով կարան բանակ չկանչեն։ Կարճ ասած, բազմաթիվ երիտասարդներ կան ու արդեն ոչ երիտասարդներ, որոնք բանակ չեն գնացել, զորակոչին չեն ենթարկվել կամ զորակոչով չեն գնացել բանակ, զինծառայող չեն եղել ու ամենակարևորը զենքին չեն ծանոթացել, բանակային կյանքին չեն ծանոթացել եւ չգիտեն ինչ բան է բանակը, բանակում այդ ծառայությունը, բնական է չգիտեն ինչ բան է դիրքերը, չգիտեն ինչ բան է զինված թուրքը, ոնց որ թե ամեն ինչ լավ է։ Բայց եկեք մի հատ ուրիշ տեսակետից նայենք։ Հնարավոր է, չէ՞, որ պատերազմը նորից թեժանա։ Պատերազմը երբ որ թեժանում է, գոյություն ունի sense հասկացողություն, մոբիլիզացիա։ Այդ մոբիլիզացիայի ժամանակ կանչում են բոլորին։ Թե նրանց ով բանակում ծառայել են 2 տարի, թե նրանց ով բանակում ծառայել է, հետո ասենք սվերխսրոշնիկ ա եղել, կոնտրակտնիկ ա եղել, պայմանագրային զինծառայող ա եղել, մի քանի պայմանագիր կամ 1 պայմանագիր ա ստորագրել 3 տարով, հետո արդեն զորացրվել է, ուրեմն իրենց բոլորին կանչում են։ Բնականը նաև կանչում են նրանց, ով 2 զավակ ուներ, այդ ժամանակ ինքը արդեն կարար 4-5 զավակ ունենա, նույն ձևով կանչում են այն երիտասարդներին ու ոչ արդեն երիտասարդներին, ովքեր որ միջև 27 տարեկան անընդհատ սովորել են, լավ հաջողությունների են հասել գիտության մեջ եւ բացարձակ ոնց որ 2 զավակ ունեցողները զենքին ծանոթ չեն բանակային կյանքին, որը որ ոնց որ ասած մինիմալ գիտելիքներն ա տալի պատերազմի ժամանակ ոնց մարդը իրեն պահի։ Ուրեմն նայեք, կանչում են զավակ ունեցողներին, կանչում են շատ սովորողներին, եւ կանչում են վատառողջներին, ոչ ինվալիդներին, վատառողջներին ու խուսափել ցանկացած քաղաքացի մոբիլիզացիայից խուսափել իրավունք չունի, եթե զորակոչից
դու կարող ես ինչ-որ ձևով մի ձև խուսափես, հետո տանես ինչ-որ պետական տուր կա, ինչա անդե մուծում ես եւ ամեն ինչ նորմալ է, ոնց որ թե դու մաքուր ես պետության եւ օրենքի առջեւ, ինչ-որ տեղ նաեւ ազգը քո վրա թարս չի նայում, բայց մոբիլիզացիայի դեպքում, երբ որ քեզ պավեստկա է գալի, որ կռվի դաշտ է տաս, արդեն խուսափել չի լինի։ Խուսափում ես միայն ու միայն դատվելով ու բերդ նստելով, ուրիշ ձև չկա։ Հա, մեկ էլ կան ավանակներ, որոնք կարան իրանք ձեռքը կամ ոտքը կդրեն, որ ասենք կռվի դաշտ չետան ու դառնան ինվալիդ։ Այդ ավանակները կարան լինեն, թվարկում եմ, թե վատառողջները, թե երկար ու լավ սովորածները, թե բազմազավակ, չէ, ասենք զավակ, մի քանի զավակ ունեցողները, որոնք մի քանի զավակ ունենալու արդյունքում զորակոչի չեն ենթարկվել։ Այ մոբիլիզացիայի դեպքում իրանք բոլորը գնում են։ Ու ինչա ստացվում։ Կան մարդիկ, ով գնացել են կռվի դաշտ, ունենալով որոշակի գիտելիքների բագաժ, զենք բռնել, զենքը օգտագործել, թեկուզ մինիմալ քանակով ավտոմատից կրակել, գոնե իմանալ կրակում են, կպնում են, թե չեն կպնում, то есть գոնե գիտեն, իրենք լավ են կրակում, թե վատ, այդ զենքը ինչ որտեղ մաքրելու ձևերը գիտեն, որ մի փոքր, ասենք, խափանման դեպքում ոնց անես, որ ասենք դզվի այդ զենքը, եւ կան մարդիկ, ով այդ ամեն ինչը չի իմանում, ու գնում է կռվի դաշտ։ Այ իրենց երևակայի տեղին անվանում են Պուշիչնոյե мясо։ Այդ մարդիկ այնքան խելացի պիտի լինեն, որ այդ կարգավիճակից դուրս գան, այդ Պուշիչնոյե мясо կարգավիճակից դուրս գան։ Դա իրանք կանեն հատուկ դասընթացների գնալով, կամ ուղղակի ինչ-որ դասընթացների գնալով, կամ ռազմասպորտային կամ ռազմահայրենասիրական ինչ-որ զբորերի մասնակցելով, լեռնային պայմաններ կամ եսիմինչ, դա կարևոր չի, բայց որ մարդը, եթե գոնե մի քիչ խելք ունի ու հաշվի առնում, թե ինքը որտեղ է ապրում ու որ ազգի ներկայացուցիչն է, ինքը մինիմալ գիտելիքներ պիտի ունենա ռազմական տեսակետից։ Պիտի ունենա թեկուզ իր ընտանիքին չորփասնելու համար, թեկուզ իր մոր աշկերը ցմա արդյունքով չպատելու համար, կարճ ասած, մանավանդ տղաներ, որոնք որ բանակ չեն եղել, մանավանդ տղաներ, ովքեր որ բանակ գնացել են, բայց կանցելարիաներում են նստել, նույնն է, ոչ մի տարբերություն չկա, որովհետև իրանք կանոնակարգին եթե ծանոթել են, իրանք պատերազմել չգիտեն, իսկ այսօրով երբ որ ձեզ կանցելարիաներում շատ կարևոր գործ անող, չգիտեմ, հաշվապաններ, այտիշնիկներ, գաղտնի բաժնում ինչ-որ հաղորդագրություններ, փոխանցողներ, այդ տղաները, ասենք, պիտի խելք ունենաք, ձեզ Պուշիչնոյե мясоից, ասենք, այդ շարքերից դուրս հանեք, դուք պատկերացրեք, նույնիսկ տանկիստը այսօր պիտի զենքին ծանոթանա, որովհետև տանկերի քանակը Հայաստանում սահմանափակ է, եւ եթե պատերազմ եղավ մոբը կանչեն, ոչ մեկ տանկիստներից գրեթե ոչ մեկ տանկի վրա չի նստելու։ Նույնը վերաբերվում է ցանկացած ուրիշ մասնագիտության, որ ասենք հակաօդային ծառայության մեջ է եղել, հաշվարկները արել շատ ընտիր ու ինքն է հիմա էլ շատ կարևոր է այդ դերում եթե լինի, բայց այդ տեղը զբաղացրած է տղաներ։ Դուք պիտի լեռնային պայմաններում հրաձիգի մեթոդներին եւ զենքերին ծանոթ լինեք, պիտի ծանոթ լինեք հակառակորդի հնարավորություններին ձեզ ոչնչացնելու, ձեր պաշտպանական միջոցներին ծանոթ լինեք, խրամատա, խրամաբջիջա, չգիտեմ ինչա, եւ պիտի ծանոթ լինեք զենքին, որը որ հնարավորություն կտա ձեր զրահաբաճկոնը մեծացնի մի քանի 100 մետրով, որովհետև լավագույն պաշտպանական միջոցը դա զրահաբաճկոնն ու զաղավարտը չի, այլ ձեր կրակի պատնեշն է, որը դուք կարողանաք ձեր մարմնի շուրջ կառուցեք կրակելով։ Կարճ ասած, ես ուղղակի ապշած եմ մնում, երբ որ մեր շատ ու շատ տղաներ
չեն հասկանում, որ իրենք վտանգված, բառից բույն իմաստով վտանգված զոնայում են գտնվում։ Եթե իրենք բանակում չեն ծառայել, կամ եթե իրենք բանակում ծառայել են այսպես կոչված տաքուկ տեղերում։ Այդ տաքուկ տեղերում ծառայելը ու թեկուս ոչ տաքուկ, բայց նեղ մասնագիտական տեղերում ծառայողները, այդ տաքուկ տեղերը բերելա դրան, որ ձեր մոտ մի հատ կեղծ ապահովության զգացմունք է առաջացել։ Ձեզ թվում է, թե դուք էլի բանակում պետք կգաք որպես գաղտնաբառեր կարդացող, որպես համակարգիչի դեմը ինչ-որ կոդեր գրող, չգիտեմ, փոխանցող, չկա տենց բան։ Այդ պաշտոնները բոլորը զբաղացրած են ձեզանից մի քիչ ավելի երիտասարդ մասնագետներով ու պատերազմական իրավիճակում, երբ որ մոբիլիզացիայի ենթարկվեք, անգամ տանկիստները, հակաօդային, ասենք, ուժերում ծառայողները բոլորը գնալու են որպես հրաձիգ, հազվադեպ սուպեր մասնագետներ, որոնց կրակոցները տանկից կամ հակաօդային համակարգի, եսիմ ինչ հաշվարկները միջև հիմա լեգենդների տեսքով փոխանցվում է այդ զորամասերում, այդ մարդկանց, հազվադեպ մարդկանց կկանչեն իրենց զորամասերը, մնացածը գնում են բոլորը որպես հրաձիգներ, որոնք լեռնային պայմաններում պիտի պոստ պահեն, լեռնային պայմաններում պիտի գրոհեի գնան, գրավեն հակառակորդի պոստերը։ Կարճ ասած, ես ձեզ ուղղակի խնդրում եմ այդ ձեր թամբալությունը, ձեր կեղծ ապահովության զգացմունքը մի կողմ դրեք, մի հատ տրամաբանեք, հասկացեք, ասենք, ուր եք դուք տանում ձեզ այտենց փափուկ բարձի վրա նստելով։ Դուք ձեզ տանում եք դեպի անդունդը։ Պարապեք։ Ես երբ որ ասում եմ մարդկանց պարապեք, ինձ շատ հաճախ ասում են, այդ երևի ուզում ես որ քո մոտ գան։ Հա, ուզում եմ որ իմ մոտ գան, բայց պարտադիր չի ասենք որ գան ոմա ակում։ Պարտադիր չի ոմա գանք։ Գնացեք բազմաթիվ ուրիշ կազմակերպություններ կան, այլ ռազմական պատրաստության բան կա, ակումբ կա, այլ եսիմ ինչ մարտարվեստների դպրոցներ կա, որտեղ ձեռնամարտից բացի նաև զենք կիրառել են սովորացնում կռվի դաշտում պահել իրենց կազմակերպություններ կան բազմաթիվ, որոնք ճամբարներ են կազմակերպում ամառային, զորամասերի հետ համագործակցում են, նույնիսկ այդ առումով շատ ավելի ճիշտ կլինի ոչ թե բան անեք, դուք ինքնուրույն ինչ-որ որոնումների մեջ անեք, գնացեք զինկոմիսարիատ, պահանջեք, որ զինկոմները ձեզ զբորերի կանչեն, 5 օրվայական, 10 օրական զբորներ են լինում, 2 շաբաթական, պահանջեք, զինկոմիսարիատի համար նա չինովնիկ է, նա գրեթե զինվորական չի, իր համար ոչ մի բան չանելով աշխատավարձ ստանալը շատ ավելի, ասենք, նախընտրելի է, ստիպեք, որ իրանք աշխատեն, այդ զինկոմիսարիատների դռները ջարդեք, ասեք, ես ամառը իմ համար զբորեր կազմակերպեք, զբորեր, որտեղ դուք մարտունակությունը ձեր կբարձրացնեք, ձեր կենսունակությունը եւ արդյունքում, եթե հանգարց նորից թեժացում լինի, ձեր զոհվելու շանսերը լավ կնվազի դրա հաշվին։ Չգիտեմ, ինչպես միշտ, очень էմոցիոնալ, երևի այսքանով վերջ։ Բարով մնաք։ Եղեք ապահով։